Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգնի Սրբո ամեն։ Փառք Աստծո, որ Աստված մեզ մի անգամ եւս առիթ տվեց, հնարավորություն ընձեռնեց, շնորհ արեց այս նվիրական վանքում, տեղերի վանքում Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու մեջ հավաքվելու ուխտավորաբար եւ Մարիամ Աստվածածնի տոնը կատարելու, Մարիամ Աստվածածնին մեծարելու, փառավորելու պատարագով։ Դրա համար իմ երախտագիտությունը եւ խոնարհումն եմ բերում Արագածոտնի թեմի առաջնորդ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Ռոշյանին, Մկրտիչ Սրբազանին, նաեւ հայր շնորհքին, որը ժամանակավորապես թեմակալ առաջնորդի, ուրեմն պարտականությունները կամ ուրեմն այդ գործերն է համակարգում, որի օրհնությամբ եւ արտոնությամբ այսօրվա ուխտագնացությունը տեղի ունեցավ, նաեւ այս բանկի հոգեվոր հովվին Տեր իմ եղբորը արժանապատիվ Տեր Մխիթար քահանային, որի ջանքերով եւ աջակցությամբ այսօրվա ուրեմն պատարագը ուխտագնացությունը տեղի է ունենում։ Թող Աստված զորացնի իրենց, օրհնի, որպես վարձքավոր մշակներ անի, այն օրը, երբ պիտի կանգնեն իր առջև պատասխան տալու իրենց կյանքի համար, թող Աստված առատորեն իրենց հատուցի։ Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգնի Սրբո ամեն։ Այն օրերին Օգոստոս կայսեր կողմից հրաման ելավ ամբողջ երկրում մարդահամար անելու համար։ Այս առաջին մարդահամարը տեղի ունեցավ, երբ Կյուրենոսը կուսակալ էր ասորիքում, եւ բոլորը գնում էին արձանագրվելու մարդահամարին յուրաքանչյուրն իր քաղաքում։ Հովսեփն էլ Դավթի տնից եւ ազգատոմից լինելով Գալիլեայի Նազարեթ քաղաքից ելավ գնաց Հրեաստան, Դավթի քաղաքը, որ Բեթլեհեմ է կոչվում, մարդահամարի մեջ արձանագրվելու Մարիամի հետ, որ նրա հետ նշանված էր եւ հղի էր, եւ երբ նրանք այնտեղ հասան, նրա ծննդաբերելու օրերը լրացան, եւ նա ծնեց իր անձնանիկ որդուն, խանձարույն մեջ փաթաթեց նրան եւ դրեց մսուրի մեջ, որովհետեւ Իջևանում նրանց համար տեղ չկար։ Այսօր 6-րդ օրն է Սուրբ Աստվածածնի վերափոխման։ 6 օր շարունակ մենք տոնում ենք Աստվածածնի վերափոխումը, եւս 3 օր պիտի տոնենք, ընդհանուր 9 օր ենք տոնում Աստվածածնի վերափոխումը։ Այսօր ես ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել մի հանգամանքի վրա։ Երբ Գաբրիել հրեշտակը հայտնվեց Մարիամ Աստվածածնին եւ ավետիս տվեց, որ քեզանից պիտի ծնվի աշխարհի փրկիչը, քեզանից պիտի ծնվի Աստված որդին, քեզանից պիտի ծնվի Քրիստոս, Մարիամ Աստվածածինը խոնարհաբար ասաց. ես Աստծո աղախինն եմ, թող Աստծո կամքը լինի։ Հետո տեսնում ենք այդ դեպքից անմիջապես հետո Մարիամ Աստվածածինը բավականին երկար ճանապարհ կտրեց եւ գնաց Հուդայի լեռնային քաղաքներից մեկը Եղիսաբեթին հյուր, որ Հովանես Մկրտչի մայրն էր, որը հղի էր Հովանես Մկրտիչով։ Եղավ եւ այնտեղ Եղիսաբեթը Սուրբ Հոգով լցված մարգարեացավ եւ ասեց. ինչ ուրախություն ինձ, որ իմ տիրոջ մայրը ինձ հյուր է գալիս։ Մարիամ Աստվածածինը նոր հղի էր, արդեն Եղիսաբեթն ասում է իմ տիրոջ մայրը ինձ հյուր է գալիս։ Եվ Մարիամ Աստվածածին այնտեղ մի երկար աղոթք արեց, ամենաերկար խոսքն է ավետարանում, որը Մարիամ Աստվածածինը խոսել է, ասում է իմ անձը փառավորում է իմ Փրկիչ Աստծուն, եւ այս խոսքերով շարունակվում է այդ աղոթքը, օրհներգը, որ Մարիամ Աստվածածնի օրհներգ է կոչվում։ Հետո մենք տեսնում ենք Մարիամ Աստվածածնի կյանքը։ Փախուստ Եգիպտոս, հալածանքներ, նեղություններ, վշտեր, 12 տարեկան Հիսուսին տաճարում կորցրին, 40 օրեկան հասակում, երբ տաճար տարան Աստծուն ընծայելու, Սիմեոն ծերունին մարգարեացավ, ասաց
քոր սրտի միջով սուր պիտի անցնի, այսինքն մարգարենում էր այն վշտերի, տառապանքների ու նեղությունների համար, որ Աստվածածինը պիտի կրեր իր կյանքի ընթացքում։ Եվ Մարիամ Աստվածածնի կյանքը բավականին դժվարին էր, որտեղ գիտենք, Տեր Հիսուս Քրիստոսին անընդհատ թշնամիներ կային, որ հետապնդում էին, ուզում էին Քրիստոսին սպանել, եւ մայրը ինչ պիտի լիներ, մայրն էլ պիտի տառապեր, եւ Աստվածածինը տառապում էր։ Ի վերջո Աստվածածինը խոցվեց, շատ ծանր խոցվեց, երբ կանգնած խաչի մոտ իր որդու չարչարանքներն ու մահն էր տեսնում։ Հետո Քրիստոսի հարությունը մխիթարեց Աստվածածնին։ Հետո Քրիստոսի համբարձումը նորից տխրեցրեց Աստվածածնին, որովհետև որդին բաժանվեց, գնաց երկինք։ Եվ դրանից հետո Աստվածածինը ապրեց ևս 12 տարի Քրիստոսի համբարձումից հետո, եւ 60 տարեկան էր Աստվածածինը, երբ Գաբրիել հրեշտակը հայտնվեց Աստվածածնին եւ հայտնեց, որ քո ժամանակն է այս աշխարհից դուրս գալու, քո ժամանակն է քո որդու մոտ գնալու։ Մարիամ Աստվածածինն ուրախացավ ու ցնծաց, բայց Քրիստոսի աշակերտները, հետևորդները, քրիստոնյաները բոլորը տխրեցին, որովհետև հասկացան, որ Աստվածածին իրենցից պիտի հեռանա։ Էլումով պիտի մխիթարվեին։ Մեր Տիրոջից հետո իրենք մխիթարվում էին Մարիամ Աստվածածնի ներկայությամբ։ Հիմա Մարիամ Աստվածածին այլևս ներկա չպիտի լիներ իրենց մեջ, ֆիզիկապես, մարմնապես, եւ շատ տխրեցին։ Սակայն Մարիամ Աստվածածինը մխիթարեց բոլորին ասելով, որ ես գնում եմ ձեզանից, բայց ձեզանից չեմ բաժանվում։ Ես երկնքում անընդհատ ձեզ համար պիտի աղոթեմ եւ բարեխոս պիտի լինեմ։ Ի վերջո, երբ հասավ պահը, բոլորը հավաքված աղոթում էին, մեր Տեր Հիսուս Քրիստոս երկնքից հրեշտակների դասերով իջավ եւ իր մոր հոգին երկինք տարավ, բոլորի աչքի առաջ, բոլորը տեսան եւ զմայլվեցին, թե ինչպես Քրիստոս իր մոր հոգին առավ եւ տարավ երկինք, եւ Աստվածածինը ննջեց։ Առաքյալներն էլ սաղմոսներով, օրհներներով Աստվածածնի մարմինը առան, տարան Գեթսեմանի պարտեզ եւ դրեցին գերեզմանի մեջ, որ նախատեսված էր Աստվածածնի համար։ Եվ հետո երրորդ օրը Աստվածային նախախնամությամբ առաքյալներից մեկի բացակայության պատճառով, մեր Բարթողոմեոս առաքյալի բացակայության պատճառով ստիպված եղան գերեզմանը բացելու, որպեսզի Բարթողոմեոսը վերջին անգամ գոնե տեսնի Աստվածածնին եւ նորից հրաշք։ Այս անգամ տեսան Աստվածածնի մարմինը չկա եւ հասկացան, որ այն ժամանակ, երբ հրեշտակների երկհասացությունը դադարեց Գեթսեմանի պարտեզում, Աստված մարմինն էլ երկինք էր տարել Աստվածածնի եւ Աստվածածինը մարմին հոգին միավորված, այսինքն հարություն առած երկնքում է իր որդու աչքում բազմած։ Սա է ընդհանրապես, ուրեմն համառոտ շատ կարճի ասած, Աստվածածնի վերափոխման պատմությունը, այսինքն Աստված իր մորը Աստվածածնին, մեր Տեր Հիսուս Քրիստոս, վերափոխեց երկինք, տարավ երկինք եւ բազմեցրեց իր աջ կողմում, այսինքն մեծ պատվի արժանացրեց Աստվածածնին։ Եվ ասում է Աստվածածնի պատիվը բարձր է բոլոր արարածներից, հրեշտակներից, հրեշտակապետերից, քերովբեներից, սերովբեներից, աթոռներից, Աստվածածինը իր փառքով ու պատվով զիջում է միայն Սուրբ Երրորդությանը, Հորը, Որդուն եւ Սուրբ Հոգուն։ Հիմա, եթե Աստված այսպես փառավորել է Աստվածածնին, մենք ինչ պիտի անենք։ Մենք էլ պիտի միշտ փառավորենք Աստվածածնին։ Ինչպես։ Մեր աղոթքներով եւ մեր գործերով։ Դրա օրինակ Աստվածածին մեզ տվեց։ Թե իր աղոթքով, որ աղոթում էր եւ մեծարում էր Աստծուն։ Եղիսաբեթի տանը հյուրընկալվելից, թե իր գործերով, որ
Աստծո սիրո համար, Աստծո կամքի համաձայն հղի վիճակում երկարատև ծանր ճամփորդություն կատարեց։ Որտեղից? Նազարեթից մինչև Բեթղեհեմ։ Այն վիճակում վերջի օրերն էր, հասավ Բեթղեհեմ ու ծննդաբերեց։ 120-130 կամ ավելի կիլոմետրեր ճանապարհ կտրեց Աստվածածինը։ Հետո մանուկ Հիսուսը գրքին փախուստ տվեց Եգիպտոս, որովհետև ուզում էին իր մանկանը սպանել դեռ նորածին։ Հետո տեսնում ենք ամբողջ կյանքը Աստվածածնի, այսինքն ինչ եմ ուզում ասել։ Մենք Աստվածածնին պիտի պատմենք ոչ միայն մեր աղոթքներով, մեր օրհներով, այլ նաև մեր գործերով։ Եվ այսօր այդ փառավորումը ես տեսա, որ եկա տեղերի վանք, ուրախացա, շատ ուրախացա, հոգիս ցնցած, տեսնելով այն շքեղությունը։ Այս ինչի համար է? Այս ամեն ինչը մեր Տեր Հիսուս Քրիստոսին եւ իր մորը Մարիամ Աստվածածին պատվելու համար է։ Այդ բարեկարգությունը, այս գեղեցկությունը, այս ամեն ինչը փառք Աստծո, ոչ միայն աղոթքով, այլ նաև գործերով, այլ նաև այս ամեն ինչով մենք պիտի փառավորենք Տիրամորը, հա։ Իսկապես պատկերացրեք, աղոթում ենք, բայց եկեղեցին, տարածքը, վանքը անմխիթար, անշուք, թափթփված վիճակում։ Մեր փառավորումը լավ չի լինի, չէ՞։ Ասում է, հավատքը պիտի նաև իր գործնական արտահայտություն ունենա, իր գործերն ունենա։ Եվ այսօր ես շատ ուրախ եմ, որ այստեղ ենք, եւ շատ ուրախ եմ, որ այս շքեղության մեջ մենք աղոթում ենք, մենք պատարագ ենք մատուցում, մենք փորձում ենք նաև այդ գեղեցկության, այդ Աստվածածնի իսկապես արժանի շքեղության մեջ պատարագ մատուցել եւ սուրբ Տիրամորը փառավորել։ Հիշենք այս բանը, ժողովուրդ ջան, Աստված ուզում է, որ մենք թե աղոթքով, թե գործով, հա, իրեն մեծարենք եւ իրան փառավորենք։ Եվ Հակոբոս Առաքյալն ասում է, ինչ իմաստ ունի ձեր հավատքը, եթե հավատքը արտահայտող գործեր չունեք։ Հավատքը կենթանի է գործերով։ Եվ այսօր փառք Աստծո, որ մենք այս գործերը տեսնում ենք եւ այս ամեն ինչը մեզ համար պիտի լինի օրինակ եւ ոգևորիչ, որպեսզի մենք էլ Տիրամորը փառավորենք, մեր Տեր Հիսուս Քրիստոսին փառավորենք ոչ միայն մեր ներքին հավատքով եւ աղոթքով, այլ նաեւ մեր արտաքին գործերով։ Ինչպես Ավետարանն է ասում, որ մարդիկ տեսնեն ձեր բարի գործերը եւ փառավորեն Հորը, որ երկնքում է։ Թող այնպես լուսավորվի ձեր լույսը աշխարհի մեջ, այսը ասում է Տեր Հիսուս Քրիստոս։ Թող Սուրբ Տիրամայրը բարեխոս լինի ամենքիս։ Թող Սուրբ Տիրամոր բարեխոսությունը մեզ բոլորից, մեր ազգի, մեր ժողովրդի, մեր երկրի, մեր եկեղեցու ողջ մարդկության վրա լինի։ Այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից ամեն։ Շնորհ Տյառն մերո Հիսուսի Քրիստոսի եղեցին ձեզ ընդ ամենեսյանս ամեն։